Դժվար է միաժամանակ եւ անցած տոներ շնորհավորել եւ այս վերնագրի ներքո հանդես գալ, դրա համար երևի անցած տոները չշնորհավորեմ, որովհետեւ պետք է հանդես գամ այս վերնագրի տակ։ Այս վերնագիրն է, ինչպես տեսնում եք, որ ամեն ինչ ավելի է վատանալու եւ ինչպես տեսնում եք, ամեն ինչ ավելի է վատանում։ Վստահ եմ տեսել եք նոր ուրեմն դե ես այդ բառը ասելուց միշտ հղում եմ անում գերաշնորհ Տեր Արշակ Բագրատ Միքայել եւ Մկրտիչ Սրբազաններին տիրադավ նոր պարտիա ենք ստացել եւս մի քանի հոգի իսկ տարին էլ առհասարակ սկսվեց բանով արարողությամբ Հայաստանի դե ֆակտո կառավարչի մոտ մի քանի այդ տեսակ դերևս գործող եպիսկոպոսներ էին հրավիրվել ինչպես օկտատերից մեկն էր լավ նկատել դրված էր ընդամենը մի աթոռ հիշում եք հայտնի մուլտիկը սովետական «Восемь пирогов и одна свечка» այնտեղ մեկից ավել մարդ էր դրած էր մի աթոռ դժվար չի գուշակել այդ աթոռներ մնացածը տենց նազիր վեզիրների կարգավիճակով դե այդպես է լինում երբ որ մարդ դավաճանում է իր կոչմանը իր իսկ տված ուխտին որ կամավոր է տվել ոչ մեկ չի ստիպել եւ դառնում է գերի իր իսկ թուլությանը իր իսկ մեղքերին «Восемь пирогов и одна свечка» Պլյուս շատ հետաքրքիր դեպքեր եղան, այս Ամերիկան արդեն մի քանի տարի անընդմեջ հունվարի առաջին օրերին անակնկալներ է մատուցում, ոչ այդքան հաճելի աշխարհին, կհիշեք 20 թվին հենց այդ հունվարյան առաջի օրերին Ղասեմ Սոլեյմանի սպանությունը եղավ, որ ընդհանրապես այդ երևույթը նման թիրախային հարցակումների նորություն չի համաշխարհային պատմության մեջ, այդ թվում ամերիկյան, բայց ոնց որ վաղուց բաներ էլի չէր կիրառվում այդ պրակտիկան։ Իհարկե պրակտիկայի ասպետները հрьяաներն են, ընդհանրապես Իսրայելի գործիքակազմում այդ թիրախային ոչնչացումները թիրախային հարվածները շատ լուրջ ընդունված բան են իրենց հատուկ ծառայությունները եւ առհասարակ իրենց պետական մտածելակերպի դոկտրինալ մտածելակերպի մեջ Ամերիկայի մոտ նույնպես, բայց ել եմ ասում վաղուց ոնց որ պրակտիկան չէր կիրառվում եւ այդ էլ կորոնայի տարիներ կհիշեք այդ ժամանակ արդեն եղան մասնագիտական դիտարկումներ կանխատեսումներ որ ոնց որ թե այս աշխարհում քիչ ուրիշ բան է դառնում հիմա արդեն ինքնիշխան ՄԱԿ-ի անդամ հանդիսացող պետության ղեկավարին ընտանիքի անդամին կնոջն են առևանգել հերիք չի մի հատ էլ պատրաստում են դատել ինչ որ ծանոթ սցենար է չէ այդպես մենք 8 հոգի Արցախի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ 23 թվականից ադրբեջանական պատանդառության մեջ են, ուղղակի տարբերություն կա Մադուրոից ամեն դեպքում այստեղ կոնկրետ մարդկանց կյանքեր բրկելու հարցը եւ անձնազոհության հարցը ա եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեպքում Մադուրոյի դեպքում էլ կարելի ասել որ եթե Տրամպին լսած լիներ հրաժարական տված լիներ կամ կուրսը փոխեր համաձայնվեր Ամերիկայի լծի տակ ընկնել, հա կարող էր այդ սցենարից խուսափել, ասինքն ինչ որ ձև ինքն էլ է ինքնազոհության գնացել, ամեն դեպքում եթե անգամ այդտեղ համացան եզրեր կան, բայց պայմանների մեջ համացան եզրեր չկան, որտեղ Ամերիկան որպես այդ անգլոսաքսոնական աշխարհի գագաթնակետ այդ ձևը լավ յուրացրել է մի կողմից բռնություն գործել ուժով հարց լուծել, բայց մյուս կողմից Երևալ խիստ մարդասեր, խիստ դեմոկրատ, անձամբ ես չեմ կարծում, որ Մադուրոին կամ կնոջը այնտեղ խոշտանգելու են, ոնց որ օրինակ ակնհայտ գիտենք Ռուբեն Վարդյանի օրինակով, որտեղ կասեք կադրերում երևում էր, որ մարդու դեմքին խոշտանգումների հետքեր էին։ Մյուսների դեպքում
փաստացի չգիտենք, բայց ընդհանուր իմանալով Ադրբեջանը ինչ է, Հայաստան, Ադրբեջան, հայ-թուրքական կոնֆլիկտն ինչ է, մյուսների պարագայում էլ ցավալի կասկածը վստահությունը ունենք։ Մադուրոյից դեպքում չեմ կարծում այդպես լինի, այսինքն ամեն դեպքում տարբերություններ կան, բայց ֆունդամենտալ առումով այս երևույթները ավելի շատ նման են մեր ռազմաքաղաքական ղեկավարության պատանդարությունը եւ Մադուրոյինը, եւ ոնց օրինակ հայերի ցեղասպանությունը ավելի շուտ եղավ, քան հրեաների ցեղասպանությունը, բայց հրեաների ցեղասպանության գործիքակազմը մեխանիզմները լուրջ չափով փոխառված էին այդ հայոց ցեղասպանության մեխանիզմից, նույն ձևով էլ էստեղ։ Եվ մեկնաբանություններ են պատահում, որ դե միջազգային իրավունք էլ չկա, միջազգային իրավունքը չի գործում, ամեն ինչ շատ ավելի տխուր է, քան եթե այդպես լիներ, որ միջազգային իրավունք չկա, միջազգային իրավունքը չի գործում։ Իրականում գործում է, բայց լրիվ ուրիշ միջազգային իրավունք, քան մենք նկատի ունենք, քան մեզ համոզել են, որ կա այդ իրավունքը, կամ քան իրոք նախկինում, որովհետև ամեն դեպքում էդ էլ պետք է որ արժանին մատուցել այդ օղորմածիկ միջազգային իրավունքին, որ հա դեպքեր են եղել, որ ասենք միջազգային դատարաններում Ամերիկան պարտվել է փոքր պետության, դատի է տվել, հաղթել է, այնպես չի, որ այդ մեր իմացած հին միջազգային իրավունքը երբեք էլ չի եղել, չէ, եղել է, ընդհանրապես միջազգային իրավունք միշտ կա, այստեղ ուղղակի սահմանման հարցը, թե մենք ինչն ենք ընկալում որպես միջազգային իրավունք, եթե մենք դրա տակ ընկալում ենք մենակ այն ինչ որ ծագեց երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո եւ մի հատ էլ ոնց որ այսպես ռեմոնտ արվեց, եվրոռեմոնտ արվեց խորհրդային միության փլուզումից հետո, դե այդ դեպքում հա այդ միջազգային իրավունքը մի հատ է եղել եւ օղորմածիկ է դառնում, Իրանից առաջ ինքը չի եղել, Իրանից հետո հիմա էլ ինքը չկա, բայց չէ, միջազգային իրավունքը եթե ավելի լայն սահմանում տանք, այսինքն որոշակի իրավական, այդ թվում սովորութային, որովհետեւ միջազգային իրավունքի մեջ նաեւ սովորութային նորմերն են մտնում, իրավական որոշակի մտածողության արդյունք հանդիսացող նորմերի ամբողջություն, որը այս կամ այն կերպ բոլոր պետությունների կողմից փոքր, մեծ, միջին, անկախ, կիսանկախ ընկալվում է որպես այդպիսին կամ առնվազն բոլոր այդ պետությունները գիտեն դրա գոյության մասին, դա միջազգային իրավունք է, ապա այդ տեսակի միջազգային իրավունք եղել է միշտ մարդկային քաղաքակրթությունների միջազգային հարաբերությունների ցակման պայից եղել է։ Շատ լավ մեկնաբանության դեպ հանդիպեցի կապված այս Մադուրոյի չէ, Ամերիկայի հերթական այս քայլերից մեկի, 3 առաջ օրը որ դուս եկան մի դափոն միջազգային գազམ་ակերպությունից, այդ թվում ՄԱԿ-ի ածանցյալ գազམ་ակերպություններից լավ մեկնաբանություններ, որ բարի գալուստ թվայնացված միջնադար, այսինքն նույն միջնադարն է ուղղակի թվային բանով, թվային գործիքներով, հա, թվային սարքավորումներով եւ առասարակ թվային տրամաբանությամբ digital, հա, լավ մեկնաբանություններ, այսինքն իրականում այն ինչի հետ մենք գործ ունենք, ուղղակի նոր տեսակի միջազգային իրավունքի, նախ նոր տեսակի միջազգային հարաբերությունների եւ դրանից բխող արդեն նոր տեսակի միջազգային իրավունքի գոյացման մասին է եւ ինչի այդ միջնադարի հիշատակման մեկնաբանությունը հավանեցի, որովհետեւ օրինակ միջնադարում այդ որ ասում են առաջ միջազգային իրավունք չի եղել, ես ասում եմ որ միշտ է եղել, հին աշխարհում եւ միջնադարում կար այդպիսի միջազգային նորմ, ոնց օրինակ հիմա կա, չգիտեմ, սահմանների անխախտելիության, ժողովուրդների ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության այդ ամեն ինչը, որ էլ չկա։ Այն ժամանակ կար օրինակ պատերազմի իրավունքը, ius bellum, կարծեմ տենց էր լատիներեն, որ ցանկացած պետություն, եթե ինքը պետություն է, ունի բնական իրավունք պատերազմ վարելու եւ պատերազմով իր քաղաքական նպատակները հետապնդել, այսինքն մեկը որ մեկի վրա հարձակվեր, չէին ասի բա բանա, այսօր էս հարձակվում, կամ խիչես հայտարարել, հետո այդ էվոլյուցիա ապրեց նաեւ, արդեն առաջի համաշխարհային պատերազմից մինչեւ երկրորդ համաշխարհային այդ արանքում պետք է հայտարարվեր, ասենք պետությունը պետք է պատերազմ հայտարարեր, մյուսին նոր սկսեր, այդ դեպքում իրավունք ուներ, դրա համար ովքեր որ ծանոթ են
հայրենական պատերազմի այդ ողջ եզրութաբանությանը, միֆաբանությանը այնտեղ առանցքային տեղեր զբաղեցնում բանը, որ նացիստական Գերմանիան, ֆաշիստական էին ասում, ֆաշիստական Գերմանիան ուխտադրժորեն հարձակվել է, Վերալոմնը напала на Советский Союз։ Իհարկե նկատի ունեին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, բայց նաև որ պատերազմ չի հայտարարվել։ Այն ժամանակա միջազգային իրավունքն էլ էր։ Հիմիկվա այս արդեն օղորմացիկ դառած միջազգային իրավունքն էլ այն մասներ, որ ընդհանրապես այնպես բան չպետք է լինի, դրա համար վերջին անգամ երբեք տեսա ինչ որ մեկը մեկին պատերազմ հայտարարի։ Պատերազմներ վարվում են, այդ թվում մեր դեմ, բայց ինչ որ անվան տակ են դա դնում, որպես կանոն ինչ որ ուծի-պուծի բառ հիշացնող խաղաղության համար, թուրքերը ինչ էին ասում 23 թվին, ասում էին հակահաբեկչական օպերացիա են կանում, ռուսները ասում են մենք հատուկ ռազմական գործողություն ենք իրականացնում։ Իդեպ նույնը ասին նաև ամերիկացիք Վենեսուելա մտնելուց։ Այնպես որ հա, այդ առումով միջնադարացման բաներ կան, որ իսկով ասես, որ սենց չի կարելի, բայց ամենակարևորը ելի եմ ասում, ինքը ոչ թե միջազգային իրավունքը դադարում է գոյություն ունենալ, ջունգլի է դառնում, ջունգլի երբեք չի եղել։ Ջունգլի ընդհանրապես եթե լիներ մարդկային հասարակությունը ապրած լիներ ջունգլիների կանոնով, մարդիկ ուղղակի վերացած կլինեին, որովհետև մարդը ինչքան է որ ներտեսակային մրցակցությունը ամենաուժեղն է, այսինքն մարդը մարդու հետ ամենաշատը մրցակցում համաշխարհային պայմանների մեջ մարդը մարդու հետ ավելի շատ մրցակցել վիճակագրորեն, քան ասենք առյուծի հետ կամ կոբրայի հետ կամ դաշտամկան հետ։ Բայց միևնույնն է, միշտ ինչ-որ էկվիլիբրիում կա, միշտ որ հավասարակշռություն կա, դա համար չենք ասենք որ կա ջունգլիներ, ուղղակի մարդկությունը վերացած կլիներ։ Եվ սա նոր տեսակի միջազգային հարաբերություններ ու նոր տեսակի միջազգային իրավունք է։ Խնդիրը սրա այն է, որ նախ սա պետք է հասկանալ, երկրորդ հասկանալ դրա կանոնները, որտեղ միշտ կան կանոններ, միշտ նույնիսկ մարտեր առանց կանոնների մեջ կան կանոններ, երկու կանոն կա կարծեմ, խեղդել վայ թե չի կարելի, մեկ էլ ինչ-որ մի բան, երևի սպանել։ Ամենտեղ այսինքն կանոն կա։ Պետք է հասկանալ այդ հարաբերությունների կանոնները, այդ նոր միջազգային իրավունքը։ Եվ սա բնականաբար այս բաների մասին չի խոսքը, այս դե ֆակտո իշխանությունների, որ մեծաշով իրանք իշխանություններ չեն, ուղղակի, այսինքն սատրապներ, որ ելնում էին առաջ, աքեմենյան սատրապներ կային Հայաստանում, հիմա սրանք նենց թուրքական սատրապներ են, թուրքական վալիներ են, դրածոներ են, բայց այն անձինք, ուժերը, կուսակցությունները, կազմակերպությունները, ովքեր պայքարում են Հայաստանի ազատագրության համար, ինչից ենթադրում է, որ նաև բնական, ասենց ասած, զավացկոյ հավակնություն ունեն իշխանության, որտեղ այդ մեկ առանց մյուսի չի լինում։ Եթե քաղաքական կազմակերպություն է պայքարում իշխանապողության համար, ուրեմն նաև պայքարում է իշխանության գալու համար եւ դա նորմալ է։ Դե իրանք պետք է այս իրողությունների հետ հաշվի նստեն, որովհետեւ Հայաստանը, անկախ Հայաստանը ինքը կառուցվել է մի քանի բաների վրա, անկախ Հայաստանի արտաքին քաղաքական եւ ընդհանրապես խորքային ռազմավարական մտածողությունը մի քանի հենասյուների վրա է կառուցված եղել, որոնք բոլորը ի դեպ բան են դուս եկել, սուտ են դուս եկել, դրա համար ենք այսօրի։ Դրանցից մեկը եղել է միջազգային իրավակարգի հանդեպ հավատը։ Մենք ինչի ենք այդքան քյալլա տալիս, հանկարծ մենք ապակառուցողական կողմ դուրս չգանք, խաղաղապահները լինի Ղարաբաղում, միջազգային հանրությունը ճանաչի, որ Ղարաբաղը անկախացել է, լուրջ բաներ, լուրջ դոկտրինալ մտածողություններ, որ դե Ադրբեջանը sense թե չի ճանաչելու այդ որ մի սյուզերենն է ճանաչել բանը, sense ասած Իրանից անկախացումը, չգիտեմ այդ մտածողությունը ոնց էր ներարկվել, այնքան սյուզերեններ կան, որ ճանաչել են, Անգլիան չի ճանաչել Ամերիկայի անկախացումը, Պորտուգալիան, Բրազիլիայինը, մի խոսքով, հենց որ փաստն արձանագրումը գնահատականների վախտը չի, միլիոն տարվա անցած գնացած բաներ են։ Բայց այդ մտածողություններ, որ դե մեկը իրանք չեն ճանաչելու, միջազգային հանրությունը ճանաչի, ռեֆերենդումը նենց ֆիքսենք, որ իտոգում էդի օբշի մակախառը ճանաչվի, որ մենք հանգիստ շունչ քաշենք։ Այսինքն խորքում ընդ հավատներ միջազգային իրավակարգի հանդեպ։ Հիմա եղածը արդեն եղած է, դրա արդյունքում մենք ինքնիշխանությունը կորցրինք, եկան օտարերկրյա դրածոներ ու սև գործը արեցին։ Բայց արդեն ապագայի մասին խոսելուց սա պետք է հաշվի առնվի։
որովհետև այս տեսակ մտածողական կաղապարները իրանք նաև որոշակի իներցիոն ազդեցություն են թողնում, այսինքն մեկ որ պետությունը այդ հիմքերի վրա է կառուցվում, այն էլ փոքր պետությունը այդ գայթակղությունը միշտ լինելու է, որ սենց անենք, սա միջազգային իրավունքով բան, էլի միջազգային իրավունքով անենք, բայց հասկանանք այդ միջազգային իրավունքը որն է։ Օրինակ կարող է այնց դառնում, որ էլի մի ծաղրական քարտեզ էին դրել ինտերնետում, բաներ, աշխարհը 3 մասի էր բաժանած, գրած էր այսքանը Տրամպին, այսքանը Սի Ցինփինին, այսքանը Պուտինին։ Հիմա կարող է այդ տեսակ միջազգային բան է դառնում, այդ տեսակ միջազգային իրավունք է դառնում, օրինակ։ Բայց մենք էլ հին հլբաների տակ ասում ենք ինքնիշխանություն, իրավահավասարություն, բոլոր պետությունները մեզ ասում են տղեկ դուք լավ չեք, հենց այդպես քարտեզին նայեք 3 մասի ենք բաժանել։ Օրինակ եմ ասում։ Կամ այնպես է դառնում, որ հստակ ինտեգրացիոն համակարգներ, դաշինքներ, դաշնակիցներ, չնայած դա միշտ է եղել, բայց ավելի է, ասենք, դա սրվում։ Օրինակ աշխարհում էլ չի մնում, վաղտին տես բան կար, չմիացման շարժում։ Աշխարհում էլ չի մնում տենց երկիր, որ ասի չէ մենք ոչ մի ինտեգրացիոն բլոկի մեջ չկանք, բան ամեն մեկը միտեղ մտնում է։ Դառնում է, ասենք, իրոք երրաբևեռ կամ երկբևեռ աշխարհ։ Էական չի։ Էականն է նա, որ իշխանական հավակնություններ ունեցող սուբյեկտների համար պետք է այս բանը հասկանալ, որտեղ միջազգային իրավունք կա, ուղղակի ինքը ուրիշ ձևի է դառնում։ Չի կարող այդպես լինի, որ ընդհանրապես բան չլինի։ Դա ոչ մեկին ձեռնտու չի։ Նույնիսկ ամենահզորին ձեռնտու չի, որ ընդհանրապես իրավունք չլինի։ Գալով մեր եկեղեցու թեմային, որը շատ զգայուն է, միշտ դժվարանում է մեզ այս մասին խոսել։ Բացի իմ որդիական խոնարհումից, հնազանդությունից, ակնածանքից եւ նաեւ բարձ մարդկային նույնիսկ անկախ իմ, այսինքն կրոնական էլի, առաքելական պատկանելությունից բարձ մարդկային հարգանքից առ մեր եկեղեցու ուխտապա հոգևորական դասը գլխավորությամբ ամենայն հայոց սոցիալ հայրապետ Գարեգին II նախ սաղ մի հատ պետք է, այսինքն ասվի անպայման, որովհետև ի վերջո եկեղեցին հոգևոր իմաստով լինելով Քրիստոսի կողմից ստեղծված առաքելահաստատ կերպարանավորվում է մարդկանցով, այսինքն հոգևոր, բնույթով հոգևոր լինելով ինքը իր կառուցվածքը մարդիկ են, որ այնտեղ հոգևոր ծառայություն են իրականացնում, մի խոսքով մարդկանց շուրջ է այդ ամեն ինչը, բնական է, որտեղ Աստված է, ամենուր է, երկրի վրա մենք մարդիկս տենց ապրում ենք։ Եվ բոլոր կազմակերպությունները իրանք մարդկային կազմակերպություններ են։ Այլ հարց այնտեղ Աստված կա, թե չկա, հիմա եկեղեցում կա, բայց կա նաև այդ հարցի մյուս կողմը, որ մարդկային նաև կազմակերպություն է, մարդկանց կողմից ղեկավարվող, կառավարվող աշխարհիկ իմաստով, ֆիզիկական իմաստով։ Եվ այդ տեսանկյունից ես երբ որ վերլուծում եմ ինչ հարվածների տարափներ է գալիս եկեղեցու վրա, ինչ ուժգնության ու ինչ մեծ ճնշման ներքո է եկեղեցին Վեհապար հայրապետի գլխավորությամբ գործ առնում պայքարում, այդ մենակ հիացմունք է առաջացնում, որտեվ հարվածի աստիճանը ինքը բավական ուժեղ է։ Հա, մենք անցած անգամ խոսեցինք բանից հետո Էջմիածնի ինքնապաշտպանության օրվանից հետո, որ այդ օրը կարողացանք, նաև աշխարհական դասը եկավ, կանգնեց, լավ էր, բայց հարվածը սիստեմատիկ է։ Միշտ երբ որ պետությունն է հարվածը հասցնողը, պետական ապարատն է հարվածը հասցնողը, խաղողապար չի։ Դրա համար այստեղ նաև պետք է այդ պարզ մարդկային հիացմունքը հայտնել բոլոր ուխտապահների հանդեպ։ Իսկ մնացած առումով ասելու, գիտեք, նոր ասելու շատ բան չկա, մենք պետք է դաս քաղենք մեր ունեցած փոքր թեկուզ հաջողություններից, ձեռքբերումներից, հենց խոսքս Էջմիածնի ինքնապաշտպանության օրվա մասին է, տեսանք, որ եթե կա քաղաքական դաշտում
միասնություն նպատակի շուրջ, ուժերի կենտրոնացում, բոլորը այնտեղ էին, անցած եթերում թվարկել եմ, բոլորը կային, ապա ինչ-որ բան ստացվում է, հիմա քաղաքական ասպարեզի վրա, այս թեմաները անխզելի են իրարից, հիմա որ թե եկեղեցուց սկսեցի խոսալ 1.5 րոպե անց քաղաքականության, թեմաները անխզելի են, սա հայ ազգի որպես քաղաքական միավորի հայկան լեռնաշխարհի տարածքում գոյություն ունենալ չունենալու հարցն է, եւ պարզավոր եկեղեցին էս խրամատում է, ում խրամատում պետք է լիներ, որտեվ նաեւ հայրենասիրությունը, ազգասիրությունն ու քրիստոնեությունը իրանք իրար ոչ թե չհակասող, այլ քրիստոնեությունը իր մեջ ներառում է նաեւ նա, որտեղ ասում են թե դու քո եղբորը չես կարողանում սիրել, Աստծուն ոնց պիտի սիրես, եղբայրը ցավորը կողը տա։ Հիմա այս մարդիկ, որ Բաքվի ու Հայաստանի խոշտանգարաններում գտնվող իրենց եղբայրներին չեն կարողանում սիրել, որ տեսել են այդ մարդկանց։ Այդ է ասում Աստված, ասում աղբոր տենում ես, չէ՞, կողը տա, իրար հետ եք մեծացել, իրան որ չես կարողանում սիրել։ Աստծուն որ ոչ տենում ես, ոչ երևում է քո աշկերի համար, ոնց պիտի սիրես։ Այսինքն եղբայրասիրությունը որպես առաջին նախնական նախագծող հայլ է սահմանվում աստվածասիրության եւ ըստ այդմ ճշմարիտ հավատացյալ քրիստոնյա լինելու համար։ Լավ, այդ մարդիկ մի կողմ։ Հիմա քաղաքական գետնի վրա իրավիճակը շատ պարզ է, կա օրակարգ ջանքերի կենտրոնացման եւ որոշակի դաշտի միասնականացման օրակարգն է, որը իր մեջ կոնկրետ բաներ է ներառում, իրար չթիրախավորել եւ ամենակարևորը եւ նաեւ այն ուժերը, որոնք պնդում են, որ իրանք այս ճամբարում են, դեմ են իշխանություններին, կոպիտ ասած իշխանապողություն են ուզում, բայց օբյեկտիվորեն, վիճակագրորեն, գիտականորեն չունեն անցողիկ շեմա հաղթահարելու հնարավորություն կամ այդ հնարավորությունը 50-50 է բառի բուն իմաստով իդեպ վիճակագրական իմաստով, այսինքն շատ մոտ են այդ շեմին, բայց սոցհարցումներով օրինակ ունեն 3.9% կամ 4.1%, դա հավասարապես սխալանքի բանը, որ հաշվի առնենք, յայսկում, յայենկում, կարան եւ չանցնեն, կարան եւ անցնեն։ Ապա այդ ուժերը ոնց որ պետք է ամբիցիաները մի կողմ դնելով կամ ընդհանրապես դուրս գան կամ միանան որևէ այլ դաշինքի կամ ուղղակի քարոզեն իրենց հետևորդներին քվեարկել ինչ որ այլ դաշինքի ում հետ ավելի շատ ունեն գաղափարական քաղաքական համաձայնություններ, սա պիտի բացասվի եւ խոստանում ենք ձեզ նաեւ երբ որ մեր տրամադրության տակ լինեն նոր տվյալներ գառնանը մոտ ավելի սոցիոլոգիական հարցումների մենք էլ բաց էս մասին կխոսենք, որովհետեւ այստեղ պետք է իրոք մի կողմ դնել խնամի, ծանոթ, բարեկամ, ընկեր, դե մեր ընկերն է, հայլի քո ընկերն է, բայց ասենք եթե 27% է, իմ էլ բաժանաղն է, ինչ անենք, եթե 27% է, չի անցնում, կամ 3.8 է, կամ 4.1 է, Միքայել Էսկոմենկոմ Շаг վправо, շаг влево, получается վալս, կարող է չանցնի, հիմա դրանով ինքը օրինակ քո երեխուն, քո ծնողին լավություն անում, թե վատություն, եթե մենք սաղը սպնդում ենք, որ մի նպատակի շուրջ ենք, իշխանապողություն, բան եւ այլն, դրա համար սա լինելու է առաջիկա շրջանում հիմնական ասելիքներից մեկը, որովհետեւ այդ մեր ավանդական բանը ունենք չէ նարատիվ հələ մեր պատմիչներից եկող որ իշխանների անմիաբանության պատճառով Հայաստանը վարի գնաց որ երեխայի մտածում էի չափազանցնում են հիմա տենում եմ որ չէ ոնց որ թե լավ էլ այն վաղտ էլ ասենց եղել հիմա էլ ասենց ինքը բացի տենց ուղակի մետաֆոր լինելուց կամ ինչ որ ուղակի կիսա փիլիսոփայական կիսակրոնական պնդում լինելուց ինքն նաև մաթեմատիկա է ի վերջո որտեվ եթե կա ինչ-որ հակաիշխանական ձայն, որը չի հաղթահարում անցողիկ շեմը, նշանակում է, որ ձայնը չկա, նույնիսկ հակառակը մաթեմատիկորեն ինքը պատտվում անցնում է առաջի տեղ հավաքածին, որը թվաբանորեն բոլոր բաները ցույց են տալի, որ լինելու է այս իշխանությունը, բայց հարցը, ասենք Գյումրիի պես Գյումրիում էլ առաջի տեղում իրանք էին, բայց ասենց ասած վերջնական հաղթանակ չտարան, որտեվ ուրիշ ձև է այլ այնտեղ գործում բանը
ամենաշատ ձեն հավաքողը չի, տենց պարզ ընտրամեխանիզմ չի, ընտրակարգ չի, ինչ ուրիշ ձև է, պետք է անհրաժեշտ չափով ձայներ լինեն, որ կարողանան վարչապետ ընտրել։ Այնպես որ սա լինելու է առաջիկա ամիսների, մինչև հունիս ամիս հիմնական ասելիքներից մեկը, որտեղ մեր բոլոր հարցերը եկեղեցին է, հարկերն են, տուրքերն են, այսօր կարդացի մի տեղ էլ է ինչ-որ մահացու ելքով դանակարություններ եղել, ենթադրում եմ կենցաղային հաստատ ոչ քաղաքական հողի վրա, բայց դա էլ նարկոտիկները, հատկապես դեռահասներին խժռող դեռահասների շրջանում ակտիվ տարածվող զակլատկիքը, ամեն ինչը սրանք գալի հանգում են քաղաքական հարցին։ Այդ նույն նարկոտիկները, ով որ այդ տարիներին ապրել է Վրաստանում կամ գնացել եկել է կամ գիտականորեն հետազոտել է, լրագրողական եղանակով է հետազոտել, բոլորը դա գիտեն, որ Սաակաշվիլին նստեց աթոռին, նարկոտիկների բանը կանալը բացվեց։ Դա նորություն չի, հայտնի տարածված մեխանիզմ է, զորը Սաակաշվիլուց չի էլի հայտնի, օպիումային պատերազմներից հայտնի, որ որևէ մի զանգվածի կառավարել է պահելու լավագույն միջոցներից մեկն է։ Ինքը գաղութատիրական մեխանիզմ է իրականում եւ գունավոր հեղափոխությունների ռեժիմներն էլ լինելով փաստացի այդ գաղութատերերի նշանակած կոլաբորանտները այդ օգտագործում են։ Չի կարա լինի թմրանյութերի լայն բան շրջապտույտ, եթե ոնց որ չկա դրա քաղաքական կանաչ ճանապարհը։ Բոլոր տեսակի հարցերը, հələ հեծից ու հոսանքազրկված բանից Էրեբունուց չեմ խոսում։ Բոլոր հարցերը գալի հանգում են այս հարցին, որը պետքա վաղ թե ուշ լուծվի։ Եվ կլուծվի։ Պինդ եղեք, վերջում ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե լավ չի, ուրեմն դեռ վերջը չի։